Քայլ դեպի տուն ծրագիրը եւ իրեն նախորդող Արիտուն ծրագրերը միշտ եղել եւ մնում են մեր ամենասիրելի ծրագրերից, մանավանդ որովհետեւ ծրագիրը նախատեսված է երեխաների համար, անչափահասների համար եւ այսպես սիրո արտահայտությունն է դեպի Սփյուռքում բնակվող մեր երեխաները գալիս են Հայաստան, երբ շաբաթ անցկացնում են Հայաստանում, ճամբարային պայմաններում իրար հետ ծանոթանալով, իրար բարեկամանալով, ճանապարհորդելով Հայաստանով մեկ եւ կապնվելով ոչ միայն հայրենիքին, այլ նաեւ այն բոլոր իրենց տարեկից անչափահասներին, երեխաներին, որոնք ճամբարում են իրենց հետ։ Քայլ դեպի տուն ծրագիրը ուսումնաճանաչողական ծրագիր է։ Ծրագրի նպատակն է Սփյուռքում ապրող մեր երիտասարդներին կապել հայրենիքի հետ։ Ինչու՞ չէ նաև ծրագրի միջոցով բերել Հայաստան եւ փորձել Հայաստանը ներկայացնել այլ տեսանկյունից։ Ինչու ամեն տարի մենք ունենք հսկայական թվով դիմորդներ եւ ցավոք ստիպված ենք լինում հարյուրավոր երեխաների մերժել, որովհետև տեղերը սահմանափակ են։ Միշտ ուղումներ ենք մտցնում մեր աշխատանքների մեջ, փորձում ենք ծրագրի որակը բարելավել, որպեսզի երեխաների ժամանցը ճամբարում լինի միշտ արդյունավետ, հաճելի ու ուրախալի, եւ որպեսզի ոգևորությունը դեպի ծրագիր միշտ մնա բարձր մակարդակի վրա։ Այս տարի Քայլ դեպի տուն ծրագրին մասնակցել են 600 երիտասարդ աշխարհի 27 երկրից, բայց նախորդ տարիների հետ համեմատած այս տարի մենք ստացել ենք ավելի մեծ քանակով հայտեր, 1400 հայտ 600 սահմանափակ տեղի համար։ Քայլ դեպի տուն ծրագրի մասին իմացել եմ Կիրակները դպրոցում իմ ուսուցիչներից եւ նրանք ինձ առաջարկել են անպայման մասնակցել։ Ես կարծում եմ, որ ծրագիրը շատ մեծ հնարավորություն է բոլոր արտերկրում ապրող հայ երեխաների համար, քանի որ նորովի բացահայտեցինք ու սիրեցինք մեր հայրենիքը։ Այս ծրագրի մասին իմացել եմ ես մեր քաղաքից, շատ մարդ եմ իմացել, բայց ընդհանրապես ինձ գերանցեցին այս ծրագիրը եկեղեցում, ես եկեղեցու ծառայող եմ, դեպիր եմ ու այդտեղից արդեն եկա ճամբար։ Ծրագրի մասին ցենց եմ իմացել, որովհետև իմ զարմիկները անցյալ տարի այս ծրագրին մասնակցել են եւ պատմել են, որ շատ հետաքրքիր տեղեր են տանում եւ ասել են, որ ես էլ անպայման պետք է գնամ այնտեղ եւ ոնց որ ավելի լավ իմ հայրենիքի հետ ծանոթանամ եւ դրա պատճառով ես այս ծրագրին մասնակցեցի։ Ես ծրագրի մասին գիտա Instagram-ի միջոցով։ Ես ուզեցի ամառը նոր բան փորձել, ուզեցի Հայաստան գալ ու փնտրեցի կդա դիմացս ելավ explore page-ի վրա։ Իմ ընկերոջ պապան դիրեկտոր է մեր հայկական դպրոցում, ինքն է մեր դրա մասին պատն է, ուտենցել ընկերոջս հետ գնացի ճամբար։ Մեր համար հայ երեխաներին, ինչպես նաև երիտասարդությունը Հայաստանին կապելը ինքնին գերնպատակ է։ Ճամբարը իհարկե դրա համար բավական արդյունավետ միջոց է։ Դրանից զատ փորձը ցույց է տվել, որ երեխաներ, անչափահասներ, որոնք մասնակցում են Քայլ դեպի տուն ճամբարին կամ Արիտուն ծրագրին, ավելի հավանական է, որ լինեն ներգրաված եւ համայնքային կյանքում եւ կապված լինել հայրենիքի հետ, ապագայում գուցե նաեւ մասնակցեն այլ ծրագրերի, որոնք մենք ենք առաջարկում կամ առաջարկվում են Հայաստանում սփյուռքահայերի համար։ Հետևաբար սա այսպես սկզբնական, սաղմնային ներկայացում է այս երեխաների համար դեպի հայրենիք, մուտք է, դուռ է։
Քայլ դեպի տուն ծրագիրը Արիտուն ծրագրի դրամաբանական շարունակությունն է։ Բովանդակային տեսանկյունից կարող եմ ասել, որ որևէ փոփոխություն հիմնականում չի իրականացվել։ Արիտուն ծրագրի ժամանակ մասնակիցները, ովքեր որ Հայաստանում բարեկամներ չունեին, այսինքն Երևանում բարեկամներ չունեին, տեղավորվում էին հյուրընկալ ընտանիքներում։ Իսկ Քայլ դեպի տունը ամբողջությամբ արդեն ճամբարային ծրագիր է։ Ճամբարային ծրագրի պարագայում մենք ունենք առավելություններ, որոնք որ շատ ավելի զգացվում է երեխաների, մասնակիցների վրա, այսինքն երբ որ շրջագայությունից վերադառնում էին Արիտան ժամանակ ու գնում էին իրենց հյուրընկալ ընտանիքներ, Քայլ դեպի տան ժամանակ իրենք ամբողջ ընթացքում միասին են ու սա նաև մի կողմից նպաստում է, որ երեխաների մեջ նաև լինում է ավելի կապ, ավելի ուժեղ, ավելի ամուր կապ է լինում, քան Արիտան ժամանակին։ Ես Հոլանդիա մի տարի եմ գնացել հայկական դպրոց, դա համար շատ լավ հայերեն չեմ խոսում, տան էլ հայերեն չեն խոսում։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ ամեն օր կարելի հայկական դասեր գնալ ու մի քիչ հայերենս լավացնի։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, իմ դասատուն շատ բարի էր, ինձ դասամիջոցներում ինձ ավել օգնեց։ Դե ամեն օր մենք դաս ունենք, երկու անգամ հայոց լեզու, հետո Հայաստանի history-ն, որ այտենց բան ենք սովորում Երևանի եկեղեցիների մասին, պատերազմների մասին, այտենց լրիվ շատ բան սովորեցինք, շատ հաճելի էր։ Դասերը շատ իմ կարծիքով հավես են ու շատ են սովորացնում մեր հայկական լեզվի մասին և պատմության մասին, և այդ էքսկուրսիաներն ցույց են տալիս այդ պատմության տեղերը, ոնց որ թե որ գնացին Կարնի Գեղարդ, այդ դրա մասին պատմություն դասի մասին խոսել են և հետո գնացին Կարնի Գեղարդ, տենց էր ավելի շատ իմացանք և իսկապես տեսանք ինչ է։ Ծրագրի ընթացքում մենք սովորում ենք հայկական ազգային պարեր, անցնում ենք հայոց լեզվի, գրականության և պատմաճանաչողության դասեր։ Քայլ դեպի տուն ծրագիրը իրականացրել ենք 6 փուլով, հունիսի 6-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի մասնակիցների առօրյան շատ հագեցած է։ Առավոտյան մասնակիցները ունենում են հայոց լեզվի հայրենագիտության դասեր, որից հետո երեխաները ըստ օրակարգի նախատեսված շրջագայության են մեկնում, իսկ երեկոյան արդեն մասնակիցների համար կազմակերպվում է ազգային երկու պարի դաս, դրան նաև գումարած մշակութային միջոցառումներ, վիկտորինաներ, խաղեր։ Մեր հայրենիքի վաղվա օրվա գրավականը դա երեխաներն են։
ու կախված նրանից թե մենք ինչ ներդրում ենք անում երեխաների համար, ինչ ենք տալիս երեխաներին, ինչ գիտելիքներ, ինչ արժեքներ, դրանից է բխելու մեր վաղվա պետականության վիճակը եւ ընդհանրապես մեր վաղվա օրը։ Ինչքան որ կարևոր է Հայաստանում ապրող երեխաների հետ աշխատելը, նրանց հայրենասեր եւ հայրենաճանաչ դարձնելը, նույնքան կարևոր է Հայաստանից դուրս ապրող երեխաներին շահագրգռել, ծանոթացնել եւ որպես հետևանք նրանք արդեն կսիրեն Հայաստանը եւ դրանից էլ կբխի, որ նրանց մոտ կառաջանա հայրենատիրական զգացողություն։ Ամեն ինչը նորություն էր ինձի, թասերը, դեղերը, որ այցելեցինք, շատ բան զորվեցա։ Ճամբարում ավելի իմ կարծիքով հավես է եւ որտեվ իմ տարիքի երեխեքով եմ զբաղվում, շփվում եւ հավես բաներ ենք անում այս ճամբարում։ Իմ ամենասիրելի եկեղեցիներից մեկը Հայաստանում դա Սաղմոսավանքն է։ Երևի ամենաշատ հենց Սաղմոսավանքի գեղեցկությունն է ինձ հմայել, բայց բոլոր վայրերը շատ հետաքրքիր են եղել։ Բոլոր վայրերի մասին մենք անցել ենք դասեր եւ իմացել ենք թե ուր ենք գնում։ Եվ մեր բոլոր էքսկուրսները անցել են շատ հետաքրքիր, զվարճալի եւ խնդով լեցուն։ Ինձ այս ճամբար շատ դուր է եկել, սա մասին բացատրել են, որտեղ Ռուսաստան դեն բան չեն ասին։ Նո կոզունայ մի հատ ապրես տեղ, շատ բան կիմանայի Հայաստանի մասին։ Երբ որ քացինք քարնի եւ քեղարդ, շատ անուշիկ։ Որ ես շատ բան չեմ ասելի։ Ամեն ինչը նոր էր ինձ, ամեն ինչը սիրալիս էր։ Հայաստանի մասին ավելի շատ բաներ եմ սովորել, ավելի շատ տեղեր եմ գնացել, շատ բաներ եմ սովորել ու շատ ընկերներ նոր եմ ստացել ու դա շատ ես կհիշեմ իմ սաղ կյանքը։ Շատ ուրախ եմ, որ ավելի շատ եմ սովորել իմ Հայաստանի մասին։ Ճիշտ ասած, որ բարեկամներով էի գալիս Հայաստան, տեղեր ենք գնում, բայց առանց գիդ, առանց տուր, պրոստը նայում ենք, բան չենք հասկանում։ Հիմա ամեն օր որտեղ ենք գնում, մեր դասատուն ահագին բան բացատրեց, ինչ կա այս տեղերում, ինչ ա եղել, դա համար ավելի լավ հասկացել եմ ինչ եմ տեսել ու ինչ ա եղել Հայաստանում։ Ընկեր Հերմինեն մեզ պատմել է Գառնի մասին, Գեղարդի մասին, Խորվիրապի մասին, շատ բաներ եմ իմացել Մատենադարանի մասին, որը շատ կարևոր է։ Ընդհանուր ես պատմության եւ գրականության մասին շատ բաներ գիտեմ, հայկական գիրակնորի դպրոցի շնորհիվ, բայց այստեղ ես այլ կերպ այդ սովորեցի, որովհետև նույն էս Հայաստանի օդը մի քիչ ուրիշ է։ Տեսա ոնց հենց տեղ մարդիկ ապրում, այսքան տեղեր գնացի, տեսա շատ նոր տեղեր իմ համար, Հայաստանը ուրիշ կողմից բացվեց, ու ես հասկացա, որ ես կգայի ստեղ ապրեի, մնայի, որ այն անգամ ոչ ծրագիր չէ եկե, մտածում եմ, որ ես Հայաստանում չեմ կարողանա ապրեմ, ու ստեղ ինձ դժվար կլինի, բայց հիմա ես տեսա, որ Հայաստանում ես իսկականից կուզեի ապրեի։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն է տրվում ծանոթանալ Հայաստանի կրթական հնարավորություններին, որը որ մասնակիցների համար գուցե այդ պահին շատ անհետաքրքիր թվա, բայց հետագայի համար մենք թաքնված նպատակ ունենք, որ մասնակիցները հետագայում համալսարան կամ չգիտեմ ինչ-որ քոլեջ ընտրելուց իրենց ցանկում նաև ունենան որպես պետություն Հայաստանը եւ ճիշտ է վիճակագրություն չունենք, բայց ունենք մասնակիցներ, ովքեր որ մեր հետ կապի մեջ են, որ գիտենք, որ ովքեր որ Հայաստանում են սովորել ու շարունակել են իրենց կյանքը Հայաստանում, դա մեր թաքնված նպատակներից մեկն է հայրենադարձությանը նպաստել։ Բոլորին կոչ եմ անում
մասնակցել հաջորդ տարի, դիմել, ցավոք չեմ երաշխավորում, որ բոլոր դիմորդները կարողանան մասնակցել, բայց փորձանք չէ, եւ եթե նույնիսկ մեր ծրագիրը բավարար տեղեր չունենա դիմորդների համար, որը կարող եմ երաշխավորել համարյա, այսօր Հայաստանում կան այլ ճամբարային ծրագրեր, փառք Աստծո, այդ գործընթացը զարգանում է Հայաստանում, ամեն տարի նոր ճամբարներ են առաջ գալիս, այսինքն ճամբարային մշակույթը վերադառնում է Հայաստան, իհարկե, եթե խորհրդային տարիներին նրանք բոլորը պետական էին, ապա այժմ շատ ճամբարներ մասնավոր են կամ հասարակական ինչ-որ կառույցների կողմից են կազմակերպվում, բայց կարող եմ ասել, որ համարյա բոլորը շատ լավ համբավ ունեն եւ լավ որակ են ապահովում, ես այսպես փորձում եմ այն բացը փակել, որը ստեղծում է մեր սահմանափակ տեղեր ունենալու պատճառով եւ քաջալերել բոլորին փորձել իրենց ամառը անցկացնել Հայաստանում։ Առաջից կուզեմ լավ սովորեմ ու լավ աշխատանք բերեմ, ունենամ, որ հետո այդ աշխատանքով կարող եմ գամ Հայաստան եւ մի գործ ծնեմ։ Վստահ չեմ, ավակային ինչ կուզեմ անել, ճիշտ ուր կուզեմ ապրել, բայց եթե արիթը լա հոսքալու, գուքայի գաբրեի։ Շատ կուզենայի, որ համասարան սովորեմ, մի տարի գամ այստեղ սովորեմ, համել որ մեծանամ, մի տարի այստեղ ապրեմ, ես շատ կուզենայի ատամնաբուժարան բացեմ Հայաստանում։ Շատ ուզում եմ գամ Հայաստան ապրեմ, ես շատ ընկերներ ստեղ ունեմ, շատ կուզեի գալ, որտեվ այստեղ շատ բաներ կան, շատ ընկերներ կար ձեռք բերես, շատ տեղեր կան, շատ եկեղեցիներ կան ու այստեղ ամեն օր մի նոր բան սովորում ես։ Ես որոշել եմ, որ իմ ուսումը ավարտելուց հետո անպայման աշխատելու արարելու եմ իմ հայրենիքում։ Որ ես մեծանալ կուզենայի վերադառնալ Հայաստան ապրել։